Իսկ ինչ է բարի կենդանը։ Բարի կենդանը նշանակում է վաղվանից պահքի շրջան է սկսում։ Ամեն պահքի շրջանին նախորդում է բարի կենդան եւ վաղվանից սկսում է 5 օրերի մի պահքի շրջան, որը կոչվում է առաջավորած պահք։ Տարվա առաջին պահքն է եւ շատ կարեւոր պահք է։ Այս պահքի սկզբնավորումը կապում են Ադամի հետ, կապում են դրախտի հետ։ 5 օրեր, ասում է դրախտում հրաման չկար ոչինչ ուտելու, որտեվ 6-րդ օրը միայն Աստված հրաման տվեց ուտելու արարչագործությանը, թե կենդանիներին, թե մարդուն։ Ուրեմն 5 օր չէին ուտում, պահքի մեջ էին, ծոմապահության մեջ էին։ Եվ ասում է Ադամն էլ մեղանչելուց հետո 5 օր ոչինչ չկերավ, չխմեց։ Եվ հետո ասում են բոլոր նախահայրերը, Ադամի որդի Աբելը, որը պատարագ էր մատուցում Աստծուն, ասում է 5 օր ծոմ պահեց, հետո պատարագ մատուցեց։ Նոյը ասում է մինչև տապանը մտնելը 5 օր ծոմ պահեց։ Հետո ջրհեղեղից հետո նույնպես 5 օր ծոմ պահեց։ Աբրահամը ասում է Իսահակին զոհաբերելուց առաջ ծոմ պահեց։ Եվ զոհաբերությունից հետո էլ ծոմ պահեց։ Սոդոմ քաղաքի կործանվելուց հետո Աբրահամը նույնպես ծոմ պահեց։ Եվ այսպես շատ ու շատ հայրեր։ Եվ այս պահքը ասում են առաջավորած, այսինքն առաջին պահքը։ Եվ այս պահքը նաև Գրիգոր Լուսավորչի հետ է կապված։ Ասում է Գրիգոր Լուսավորչի եւ խոր վիրապից դուրս եկավ 65 օր արքունիքին եւ ժողովրդին ավետարան քարոզեց։ Եվ 65 օր քարոզելուց հետո հրամայեց, որ 5 օրյա պահեցողությամբ, ծոմապահությամբ բոլորը զղջան իրենց մեղքերի համար եւ ապաշխարեն։ Եվ նաև առաջավորածա կոչվում, որպես մեծ պահքի նախընթաց պահքը։ Ասում է առաքյալները մեծ պահքը ոչ թե 50 օր էին սահմանել, այլ 70 օր։ 10 շաբաթ էր։ Բայց քանի որ ժողովրդը հավատացյալները տկարություն ունեցան, մի շաբաթ պահելուց հետո թույլ տվեցին ուտել 2 շաբաթ, հետո նոր 50 օր պահել։ Այսինքն այս պահքը առաջավորած մեծ պահքից 3 շաբաթ առաջ է սկսում։ Հիմա առաջավորած պահքն է, այսինքն մեծ պահքի առջևից ընթացող պահքն է, դրանից հետո 2 շաբաթ պահք չի, եւ հետո սկսում է մեծ պահքը, առաջավորած պահքը տարբեր է տարվա բոլոր պահքերից։ Նույնիսկ մեծ պահքից է մի բանով տարբեր։ Ինչով։ Առաջավորած պահքի այդ 5 օրերին, 2 շաբթից մինչև ուրբաթ, եկեղեցու ծիսակարգի մեջ, ժամերգությունների մեջ ընթերցումներ չկան, Աստվածաշունչ չի կարդացվում այդ օրերի մեջ։ Նույնիսկ մեծ պահքի բոլոր օրերին ընթերցումներ կա, բայց առաջավորած պահքի 5 օրերին ընթերցում չկա։ Եվ եկեղեցու հայրերը ինչով են բացատրում, ասում են, երբ որ այդ պահքը սահմանվեց, դրախտում դեռևս, կամ նախահայրերի Նոյի ժամանակ, Աբելի ժամանակ, Ենովքի ժամանակ, այն ժամանակ դեռ Աստվածաշունչ չկար։ Այն ժամանակ Աստծո խոսքը չկար։ Եվ այդ օրինակով հիմա էլ առաջավորած պահքի ժամանակ չի ընթերցվում Աստվածաշունչ։ Պատարագ չի մատուցվում, չի կարելի այդ 5 օրերի ընթացքում պատարագ մատուցել։ Եվ առաջավորած պահքը ավարտվում է ուրբաթ վերջի օրն է, շաբաթ օրը Սուրբ Սարգսի տոնն է։ Եվ մենք մեր ավանդույթի համաձայն այդ տոնի նախորդ օրի երեկոյան, ուրբաթ երեկոյան հսկում ենք անում, ինչ է հսկումը, աղոթք ենք անում։ Ժամը 6-ից սկսած աղոթում ենք, այսինքն նախապատրաստում ենք հաջորդ օրվա տոնին։ Ուրեմն ամսի 15-ին բում բարի կենդանին արդեն վարագույրը փակ է լինում եւ հաղորդություն ստանալ այլևս չեք կարող։ Գիտեք, մեծ պահքին քրիստոնյաները հաղորդություն չեն ստանում, որտեվ փակ վարագույր է լինում։ Դրախտի դռները փակվել է, այլևս մենք չենք կարող ճաշակել կենաց ծառի պտուղը։ Ուրեմն ձեր մտքի մեջ ունեցեք, եթե պիտի պատրաստվեք սուրբ հաղորդություն հաղորդվեք, ապա մինչև վարագույրի փակվելը։ Բում բարի կենդանին ամսի 15-ին Կիրակի օր արդեն վարագույրը փակ է եւ հաղորդություն չկա։ Ուրեմն մինչ այդ եղած պատարակների ժամանակ պիտի հաղորդություն ստանաք։ Մինչ այդ դեռ 2 Կիրակի կա եւ բացի այդ էլ վերջի շաբաթվա մեջ մենք մի քանի պատարակներ ենք անելու, որտեւ այնտեղ տոներ կա, Վարդանանց տոնն է, Ղևոնդյանց տոնն է եւ նաեւ վերջի շաբաթ օրն է, մինչեւ վարագույրի փակվելը այդ տոնին էլ բաց պատարակներ կլինի, այնպես որ դուք կարող եք այդ պատարակներին սուրբ հաղորդություն ստանալ։